ԲՀԿ առաջնորդի մասնավոր տարածքից տեղափոխված գիշատիչներն են Երևանի կենդանաբանական այգու կարանտինային վանդակներում։ Առինջում քնեցված 3 առյուծներից ու 4 վագրերից մայրաառյուծը այդպես էլ չարթնացավ։ Կենդանաբանական այգուց քիչ առաջ են կադրեր տարածել, որպեսզի համոզեն մյուսներն արթնացել են, շարժվում են, չեն սատկել։ Տեղափոխման ժամանակ տարիքից եւ ուղեկցող հիվանդությունների արդյունքում անկել է էկառյուծը։ Այգու գիտական գծով փոխտնօրենն է հիմնավորում առյուծի անկումը։ Ծերեր, բորբոքված թոքերով ու լյարդով, ճարպակալած։ Ենթադրում են անկման պատճառ է սուր սիրտ-թոքային անբավարարությունը։ Որ գիշատիչներից 3-ը ծեր են ու նրանց անզգայացնելը ռիսկային է, դեռ 3 այգու փոխտնօրենը մեծ զրույցում էր խոստովանել։ Ու երեկվանից անպատասխան է հարցը, իսկ ինչու քնեցվեցին գազանները, որն էր հրատապությունը։ Մենք նկարներում տեսնում ենք պոչից են քաշում, այսինքն անպաշտպան արագ արդյունք ապահովելու մասին է խոսքը գնում, որովհետև ես չեմ հիշում պատմության մեջ, որ մենք արդյոք ունենք այսպիսի փորձ եւս մեկ անգամ եղել է նման ծավալի խոշոր կենդանիների հետ կապված այսպիսի գործընթաց։ Քրիստինա Վարդանյանը կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամներից է։ Այգի էր եկել հարցադրումներով, գուցե այդ հափշտապ ու ողբերգական տեղափոխության փոխարեն տնային կալանք սահմանեիք կենդանիների համար։ Քաղաքապետին էլ մի նամակ է գրել ծառայողական քննություն անցկացնելու պահանջով, անզգայացումն ինչպես է իրականացվել, ինչ դեղաչափերով։ Եթե փոքր դոզայով նախապես իրականացվեր ուսումնասիրություններ եւ տեսնեին առողջական վիճակը կենդանիների, միգուցե նաեւ այլ որոշում լիներ։ Փնթիություն ու պատասխանատվության բացակայություն եղածն այսպես է բնորոշում անասնաբույժ Գեորգի Ավետիսյանը։ Նա նախկինում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմիններ ղեկավարում։ Համոզված եմ, որ 3 կենդանիներ նույն դեղաչափով, նույն մոտեցմամբ են քննածրել։ Կարող է հաշվի են առել մի քիչ քաշը, բայց կարծում եմ այդպես է եղել եւ դա դիլետանտիզմ է, էլի ոչ մասնագիտական մոտեցում է։ Մայրաառյուծն այդ հիվանդություններով ու այդ տարիքում կապրեր գուցե տարիներ, գուցե ամիսներ, բայց այս դեպքում նրա անկման պատճառը հենց անզգայացումն է, արձանագրում է մասնագետը։ Այն դեղորայքը, որը իրանք ներարկել են, պետք է ունենար իր հակացույնը, կարող է հաշվի են առել երկարությունը նաև քնելու, որ ավելի անվտանգ տեղափոխեն, կարելի է հակացույն օգտագործել կամ սիրտանոթային համակարգը խնայող ինչ-որ դեղամիջոցներ։ Լավ ենք պրծել, զոհերը կարող էին ավելին լինել, ասում է Propose կենդանապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը։ Էկառյուծն այդպես էլ չարթնացավ, բայց մյուս քնեցված իրեղեն ապացույցները, առյուծներն ու վագրերը կարող էին ժամանակից շուտ արթնանալ։ Կարող են այդ պարագայում առանց նախնական հետազոտության նման որոշակի չափավորման դեղորայք ընդունելուց հետո ժամանակից շուտ արթնանալ, ունենալ ցնցման արդյունքում անկառավարելի վարք, վնասել միմյանց, իրենց եւ շրջակա մյուս կենդանիներին, այդ թվում եւ մարդկանց։ Ըստ Արամյանի ոտքից գլուխ սխալ կազմակերպված տեղափոխություն էր ու անհիմն հրատապություն։ Այս առյուծի անկման պատասխանատուն իրավապահ մարմիններն են, ովքեր արհեստական իրավիճակ ստեղծելով կենդանիներին որպես իրեղեն ապացույց ճանաչելով կազմակերպել են դրանց տեղափոխումը առանց նախնական ծնության, առանց տեղանքի ուսումնասիրության եւ առանց դրա համար հիմնավոր պատճառների։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Ծառուկյանի կենդանիներն իրեղեն ապացույցներ են դարձել ապօրինի որսի դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում, թե ինչպես է Ծառուկյանն աֆրիկյան առյուծներ, բենգալյան վագրեր ու նեղոսյան կոկորդիլոսներ որսացել, կոմիտեից չեն մանրամասնում, նաեւ այն, թե երբ է հարուցվել այդ գործը։ Ծառուկյանի փաստաբանների տեղեկացմամբ ապօրինի որսի գործը 6 տարվա վաղեմության է, ու այն Կոտայքի մարզային քննչականը թարմացրել է ճիշտ այն օրը, երբ իրավապահները խուզարկության էին մտել Ծառուկյանի առանձնատուն։ Վստահ են, որ առյուծներին ու վագրերին քննած քարշ տալու տեսարանը անհրաժեշտ էր պատկերը ամբողջացնելու համար։ Կենդանիների իրավունքներով զբաղվողների համար տարակուսելի այն, որ կենդանիները դարձան քաղաքական գործընթացների զոհ։ Նոր իմացան, որ Ծառուկյանը մի ընդարձակ գազանանոց ունի, գիշատիչներով, ջրլող ու խոտակեր կենդանիների բազմազան հավաքածու։ Հանրապետությունում բազմաթիվ ուրեմն զվարճանքի վայրեր ունենք, ռեստորաններ, հյուրանոցներ, որտեղ որ կան կենդանիներ, ուրեմն վայրի կենդանիներ, որոնք պահվում են անհամեմատ ավելի սոսկալի պայմաններում, եւ թող բոլորին
ուրեմն հրահանգավորեն եւ բոլորին ուրեմն ազատեն այն պայմաններից, որում որ կենդանիները գտնվում են։ Եթե պետությունն է մասնակցում եւ անմիջապես կազմակերպում այդ գործողությունները, որևէ նշանակություն այլևս չունի, անգամ եթե այդ կենդանիները լինեին գողոն, լինեին ապօրինի ճանապարհով երկիր ներկրված, ինչ նշանակություն ունի։ Մենք ունենք իրավիճակ, երբ կենդանի նկատմամբ գործողության արդյունքում կենդանին անկում է պետական մարմինների ապաշնոր աշխատանքի պատճառով։ Ինչ նշանակություն ունի այլևս թե ումն են կենդանիները եւ ինչպեսի վերաբերում մենք ունենք այդպիսի մարդկանց նկատմամբ, որս են նրանք անում, ունեն խրտվիլակներ, լավ են նայում կենդանիներին, սիրում են թե ոչ, դա երկրորդական է, որովհետեւ այդպիսի մարդկանց կենդանի պայելու համար նույնպես պատասխանատու են այդ մարմինները, որոնք տարիներ շարունակ ոչինչ չեն արել, որպեսզի կանխարգելեն այսպիսի իրավիճակները։ Քննչականը բոլոր կենդանիներին տեղափոխելու որոշում ունի, բայց որքան հասկացանք դեռ հայտնի չէ թե ուր։ Կոմիտեից տեղեկացրին, որ Ծառուկյանի կապարակնքված տարածքում կենդանապահ կա ու այնտեղ մնացած կենդանիները սոված ու անջուր չեն։ Մասնագիտական մի հանձնաժողով է ստեղծվել, որ վաղը կայցելի առանձնատան տարածք հասկանալու ինչ անել այս գազաններին, որ ակամա իրեղեն ապացույցներ են դարձել։ Համ շատ ծանր է տարել, համ նույնիսկ շատ էլ զայրացած է, որ նման կերպ վարվեցին այդ խեղճ կենդանիների հետ։ Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանն է պաշտպանյալին տեղեկացրել, որ իր գրկում մեծացած կորյուններից մեկը անվերադարձ քնել է։ Կարծում են առյուծի անկման փաստով պիտի քրեական գործ հարուցվի։ Քրեական նոր գործ չի հարուցվի, տեղեկացանք քննչական կոմիտեից։ Գիշատչի անկման հանգամանքները կքննվեն ապօրինի որսի վարույթում։